այստեղ մնալներ, թե ազատություն հրապարակներ։ Դա իմ որոշման դիրույթից չէ, այսպես որոշեց ժողովուրդը եւ բարձրապես որպես քաղաքացի զորակցում եմ ժողովրդի օրինական պահանջը։ Պարոն Հովհաննիսյան, ինչ լուծում կա այս պայմաններում, ինչ լուծում կառաջարկել, որը կարող է գնալ իշխանությունը եւ որով կբավարարվի նաեւ ժողովուրդը։ Այս հանգրվանին պիտի ժողովրդի պահանջը բավարարվի, ես չեմ տեսնում ուրիշ լուծում։ Ինչպես գիտեք, մեր ժողովրդի քաղաքական քաղաքացիական օրագարկը շատ ավելի լայն է, քան 7 լուման, այստեղ կա արժանապատվության, իրավունքի սահմանադրության խնդիր, եւ դա աստիճանաբար պետք է լուծվի, որտեղ մեկը մյուսի ծնունդն է։ Մենք բոլորս հիշում ենք, հիմա չխոսենք ընտրությունների մասին, բայց ընտրություններից առաջ գաղտնի գործարք կար, միջիշխանական դավադրություն, գազիկների բահով, որը գաղտնի բահեցին, մինչև ընտրությունները ավարտվեցին, այդպես ասենք, իսկ դրա շարունակությունն է, եւ գա ապօրինի իշխանություն եւ դավադրություն իշխանությունների միջև ժողովրդի հաշվին, այս բահերը դարին 1-2 անգամ պիտի այսպես գուտակվեն եւ ժայթքին։ Պարոն Հովհաննիսյան, ինչպես եք վերաբերում ուրեմն այն մեկնաբանություններին, որ այն բանից հետո, որ ոչ Թալանի նախաձեռնության խումբը հեռացավ Բաղրամյան պողոտայից ազատության հրապարակում շարունակելու հանրահավաքները, կարծիքներ հնչեցին, որ արդեն այս հանրահավաքը խլեցին որոշ քաղաքական գործիչներ եւ այն քաղաքական ենթատեքստ ստացավ։ Ես ինքս կարծում եմ, որ պետք է ունենա քաղաքական ենթատեքստ եւ նպատակ, բայց կարծում եմ, որ սխալ է այդ քննադատությունը։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները ընդհանուր առմամբ իրենց շատ զուսպ են պահել եւ շատ հերավորություն են տվել, որպեսզի երիտասարդները, քաղաքացիական ղեկավարները, ակտիվիստները իրենց գործը կատարեն։ Թե ինչու մի օրվա մեջ փոխվեց այդ դրամատրությունը, այսինքն Սարգսյանը մի օրվա մեջ որոշում որ Հայաստանը պետք է Եվրասիական միության անդամ դառնա։ Մի օրվա մեջ նրանք ովքեր քննադատում են դա, քննադատում են Սարգսյանին եւ իր ոչ լեգիտիմ վարչագարկին, մի օրվա մեջ փոխում են իրենց դրամատրությունը եւ իրենց իսկ խոսքով իրենք այնպես չէ որ այդ ոչ Թալանի նախաձեռնող ամբողջական խումբը ազատության հրապարակում է, մի մասը ըստ իրենց այստեղ է։ Դրա համար մի փոքր միջանկյալ վիճակ է եւ կարծում որ խաղաղ մոտեցումը ամենաճիշտ է եւ թեև շշուկներ կան այս բահին թե ինչ գործողություններ են սպասվում Բաղրամյան պողոտայում, պետք է իմ կարծիքով այդ հանդուրժողականությունը, որի մասին ոստիկանապետը խոսում է, դեպաբես դա գիրառվի եւ ոչ մի քայլ կատարվի ցուցարար խաղաղ քաղաքացիների նկատմամբ։ Պարոն Հովհաննիսյան, դուք վերևից իջաք։ Ոչ։ Ներքևից եկաք, հա։ Այո, Ոստիկանապետին հանդիպել եք, զրուցել եք, եթե այո, ապա ինչ։ ոչ չեմ։ Պարոն Հովհաննիսյան, ինչ գործնական քայլեր կան, որ պետք է իշխանությունը ի վերջո լուծի այս հեծի խնդիրը։ Կան այդպիսի Խոսվում է, ես վերջնական որոշում չունեմ, դա ժողովրդի հետ պիտի խոսակցություն գնա, բայց առաջինը ազգայնացումից մինչև չեղարկում, դուք իմ տեսակետը ձեզ համար հայտնի է, ես ավելի լայն օրագարկի կողմնակից եմ եւ համարում եմ, որ աղբյուրը այս ամեն ինչի ոչ ճիշտ չնդրված վարչագազմ է եւ թե որ մասից ուզում ես վերցնել խնդիրը, այդպես էլ կլուծվի։ Պարոն Հովհաննիսյան, դուք առավել եւս փորձ ունեք այսպես մեծ հանրահավաքի կիսագետում հայտնվելու եւ դրանից ուրեմն ելքեր գտնելու առումով նախագահական ընտրություններից հետո բոլոր սահմանափակ եղանք ինչպես ուրեմն հարթվեց բախումներից խուսափեցիք այստեղ հիմա հակողային իրավիճակ է առաջացել մի կողմում ոստիկանությունը մյուս կողմում ուրեմն հոտ զանգվածն է քաղաքացիների ինչպես եք պատկերացնում լուծումը ինչ պետք է լինի ամեն դեպքում երբ եկավ ուրեմն քահանան աղոթեցին դա որևէ լուծում ուրեմն չունեցավ չգիտեմ եթե մի փորձը մյուսի վրա կարելի է գիրառել ես այո, այս որոշ չափով ես էլ քննադատություն ստացա այդ որոշման համար, որտեղ տեսա, որ քրիտիկական զանգված չկար խնդիր լուծելու համար։ Քաղաքական պայքարը դա
իսկ սա եւս քաղաքականի մի մասն է, բայց շատ ավելի մատչելի է այս խնդիրը եւ վերաբերում է բոլորին։ Դու պետք չունես Հովանեսյանի գոմնագից կամ Սարգսյանի հագարագործ լինել, որ այստեղ լինես, բոլորին է պատկանում այս բահը, եւ դրա համար կարծում որ ավելի բարդ է, եւ երիտասարդների մի մասը որոշեց, ես չգիտեմ ինչ ազդեցության տակ, որտեղ իրենք են ասում, որ չեն հեռանալու, որոշեցին տեղափոխվել այլ տեղ, ինձ համար հարազատ հրապարակ։ Ցավը այն է, որ հիմա ժողովուրդը այսպես գիսված է երկուսի ինչ որ տեղ, եւ պետք է քայլեր կատարվեն, եւ այստեղ կարծում որ քաղաքական գործիչները, մտավորականները գործ ունեն եւ պետք չէ վախենալ քաղաքական գործիչների, քաղաքական հոսանքների մասնակցությունից, որտեղ մենք տեսնում ենք այստեղ, որ զորուգիշեր կան գործիչներ, որ իրենք ծառայում են այդ հանդարտ խաղաղ այսպես իրավիճակին եւ դա գնահատելի է։ Ես ալ եթե մարտի 1-ի բան ժառանգության պատգամավորներ էին, որոնք ժողովրդի եւ ոստիկանների միջև կանգնած են եւ անգամ Մարտիրոսյանը իր վրա դանակի հարված ստացավ, հիմա տեսնում ենք, որ դարբեր հոսանքներ են, գուսակցություններ են, մտավորականներ եւ ես կարծում որ դա էլի եթե կարելի ասել քաղաքացիական մշակույթի շատ լավ զարգացում է։ Իսկ ձեր բուն հարցին ես պատասխան չունեմ, ես որտեվ այդ բահին պատասխանատվությունը իմ վրա վերցրեցի, թույլ չտալու որևէ արյուն որևէ մի կողմից, քանի դեռ չկար քրիտիկական զանգված։ Հիմա հարց այս մի շաբաթը 10 օրը երիտասարդների ինքնափոխ ինքնագազմագերբման այս հոսանքից հետո բարձրալարումից հետո մենք ունենք քրիտիկական զանգված թե չէ հարց լուծելու համար ցույց ենք տալիս որ երկարադեմ մարաթոնը եւ ժողովուրդի եւ երիտասարդություն դեպի գալիս է դա հուսադրիչ է ես գազում եմ որ ոստիկանության ղեկավարությունը պետք է իր խոսքի դերը լինի հանդուրժի վերև նայի ասո ուղեկցությունը խնդրի հոգեվորականներն աներգային որ չգային մարտի 1-ին դրա համար ուզեմ ասել որ փոփոխություն կա սա նոր Հայաստանի առաջի ձիլերն են նոր Հայաստանը դա ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ բայց այս երիտասարդությունը ցույց տալիս է որ ունենք ապակա եւ ոստիկանությունը գոչված է նաեւ պաշտպանելու ժողովրդի քաղաքացիների սահմանադրական իրավունքները առաջի հերթին առանց խոսելու այս կամ այն պաշտոնյայի ընդրված թե չընդրված կարգավիճակի մասին եւ հույս ունեմ որ 5 քանիսին կամ չգիտեմ ցանկացած ժամին այս երիտասարդ ոստիկաններին չեն ուղի այս երիտասարդ համակարգացիների ուղղությամբ որտեղ դա թե որն է լուծումը ժողովուրդը գասի բայց դա լուծում չէ դա հագալուծում է եւ գխորացնի վիհը եւ մեզ կդանի շատ անցանկալի վտանգավոր process-ների գործընթացների նախաշեմ։ Այսօր ոստիկանությունը պնդում է վստահեցնում է, որ այստեղ հավաքված քաղաքացիները խիստ տարբերվում են նախորդ 5 օրը այստեղ, այսինքն ինչ հայտարարության պահը այստեղ հավաքված ուրեմն հասարակությունից։ Դուք շրջել եք որևէ տարբերություն տեսել եք, նույնիսկ ոստիկանապետի տեղակալը Վալերի Օսիպյանը ասաց, որ ոչ թափ զանգված կա այստեղ։ Բան չեմ նկատել։ Սադրիչներ կան։ Գիտես, սադրիչներ միշտ կարող են լինել 2 տարի առաջ ընտրություններից հետո մենք ունենք դերակցություն, որ սադրիչներ կան առաջի հերթին բادنաշի այս կողմը, բայց չենք բացառում, որ մարդիկ ովքեր ընդհանրապես կապ չունեն մեր շարժման կամ ընտրությունների հետ, ուզում են իրենց առանցին խնդիրները լուծած լինել եւ չի կարելի Նշում էր որ ոչ գիտակ, իսկ դուք ամենայն դեպս այստեղ տարածքով շրջել եք, զրուցել եք ցուցարարների հետ։ Այո, իհարկե։ Նրանց պահանջը արդարացի է, նրանք Պահանջը արդարացի է եւ նման մարդկանց չեմ հանդիպել անգիտակից կամ անստապ վիճակում գտնվող։ Ես քոնե չեմ դսել եւ եթե նման մարդիկ լինեին, վստահ եմ որ ոստիկանությունը ինչ որ ավելի համարձակ քայլեր կկատարի։ Ես կարծում որ անակնկալի բերած է մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը, թե ոստիկանությանը, թե ամբողջ հայկական աշխարհին։ Այսինքն առանց այդ ոստիկանների նախաձեռնության մի քանի ակտիվիստների, ովքեր հայտարարեցին վրացան այստեղի այս պահի քաղաքացիները տարբերվում են զուտ քանակով։
Այսինքն ինքն ժամանակ շատ Ես չեմ կարող ընդհանրացնել ինչպես Ինչպես է երեկվա ժողովուրդը այսօրվանից դարբեր, ես կարծում եմ միևնույն ժողովուրդն է, կարելի է բացառություններ լինեն, բայց եթե պիտի ընդհանրացնեմ, դրաման եմ ասում, քանակի բազ, որակական չեմ ասում, էլի։ Ոչ, նույն հետևողականությունը, նույն նվիրումը, նույն քաղաքացիական մաքրությունը ես տեսնում եմ շատ զուլալ եւ նպատակասլաց։ Պարոն Հովհաննիսյանը, Վալերий Սուպյանը ողջ երեք արդեն ողջ օրվա ընթացքում հայտարարում էր, որ 23:00-ին արդեն իրենք պարտավոր են օրենքի շրջանակում գործունեություն կատարել։ Ձեր կարծիքով, իսկ այսօր արդեն քիչ առաջ Վլադիմիր Գասպարյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ այսօր ոստիկանությունը գործողություններ չի իրականացնելու։ Ձեր կարծիքով ինչով է ուրեմն պայմանավորված, ինչպես իրենք ասեցին, իրենց անգործությունը։ Ես չեմ կարող դա մեկնաբանել, ես գիտեմ, որ կա ժողովրդական ասացվածք կամ հղում կոնե ամերիկյան այսպես միջավայրում, որ կա բարի ոստիգան, չար ոստիգան, այսպես երկուությունը, որ միաժամանակ աշխատում է խնդիր լուծելու եւ որոշ այսպես ապագոմնորոշում ապահովելու համար։ Ես չգիտեմ ինչու համար են այս թվացial հագասական մոդեցումները, չգիտեմ ինչու օրինակի համար Ազատության հրապարակը այնքան լուսավոր է, երբեք այդքան լուսավոր եւ ամբողջ քիշեր լուսավոր չի եղել, շատ լավ է, թող այդ ավանդույթը շարունակվի եւ բոլորին վերապերի։ Կարևորը հիմա որ ոչ մեկը եւ ես շատ եմ ասել սրա մասին, չմեծամտանա ոչ երդասարությունը իր ակտիվիստներով, ղեկավարներով, որտեղ հարթակում ես մի օր, մյուս օր չգաս։ Կյանք է, շարունակական է, բայց միաժամանակ Պարոն Սարգսյանը եւ իր վարչագահը եւ ոստիկանությունը պետք չէ նույնպես իրենք մեծամտանան, որտեղ իրենք հատկապես Սարգսյանի վարչագահը շատ սխալ որոշումների շարանով սոցիալական, տնտեսական, քաղաքական հայ մարդու արժանապատվության թփչող գողանալով այս ընտրություններ, հիմա արդեն լումաներ եւ այլն իրենք նաև մեծ պատասխանատվության տակ են եւ նույնպես պետք է դուրս գալ մեծամտությունից, որովհետեւ մի օր կան, մյուս օրը չկան։ Այս ժողովուրդը մնում է այսօրվա ժողովուրդը, որ դոնելու է աբակա հաղթանակները, միևնույն ժողովուրդն է, դա չեմ դարբերվում։ Այսինքն կարելի է ասել, որ ոստիկանությունը գործընկերոջ ասած այդ անգործությունը դրսևորում է հենց այստեղ հավաքված ցուցարարների բազմամարդության եւ նրանց այդ ցածր։ Ես չի ուզենա խոսել ոստիկանության անգործության մասին, ես կարծում եմ, որ այդ անգործություն բառը իրենք են հենց նշում։ Չէ, ես կարծում եմ, որ հիմա իրենք գործի մեջ են եւ իրենց անգործությունը կամ սխալ գործը կլինի, եթե իրենք քաղաքացիների նկատմամբ որևէ սատրից չասեմ, որևէ այսպես բռնի քայլ կատարեն։ Հիմա դրա շշուկները կան, այդ շշուկները կարող արդյունք լինեն այս բարի ոստիգան, չար ոստիգան այս մեթոդապանության, տակտիկայի, բայց կարևորը որ երդասարտությունը ինքը արտնացել է։ Հիմա թող սոցիալական լինի սկսելու համար, բայց սա հրաշալի արժեք է։ Եվ ես Սարգսյանին որ տեսա 2.5 տարի առաջ, եւ ասի բահի մասին խոսեցի, ասի որ եթե այս վերելքը մարի, սա վատ կլինի ոչ թե ձեզ համար, ոչ հատկապես ինձ համար, այլ Հայաստանի համար։ Բادنի վերելքի այդ ալիքը մենք գործնենք։ Ես հիմա այդ միտքը գրգնում եմ, որ եթե այս ոգու վերելքի ալիքը մենք գործնենք, Հայաստանը մեծ բան գործած կլինի եւ կարծում եմ, որ այդ իշխանությունը, որ առայժմ գործում է, պետք է քայլ կատարի ժողովրդի նկատմամբ։ Սա արժեքը, որ պետք է փայփայել։ Բայց Սերժ Սարգսյանի շահերից չի փոխում, որ այս վերելքի ալիքը մարի, ինչպես դուք ասացիք, դա Սերժ Սարգսյանը։ Դա իմ ասած այդ է, որ իր այս ռոբեական շահից կարող է փոխել, բայց կարծում եմ, որ ինքը նվազագույնը 2.5 տարի, եւ ավելի ինչու՞ չէ, սխալ ուղու վրա դարած է, որտեղ թվացial այս ռոբեական հաղթանակները թույլ են տվել, որ անցնի հաջորդ օրվանը, բայց դեպաբես զիջելով սեփական քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը, սահմանադրությունը օդարներին եւ ինչու՞ չէ նաև քաղաքացիների իրավունքը այսպես օդարելու տեսակետից, կարծում եմ, որ դա ոչ մի հաղթանակ չէ եւ որևէ
հանգստություն դա այս ռոբեական է, փոփոխական է եւ եթե հիմա լուծում չունի, ուրեմն մյուս անգամ պիտի բայթի, պիտի ժայթքի նորից։ Այսինքն դու կողմնակից եք, որ ցուցարարները մնան այստեղ այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը Ես կողմնակից եմ, որ քաղաքացիները շարունակեն իրենց ցանկությամբ կատարել իրենց քաղաքացիական իրավունքը, որը հնազանդություն է սահմանադրության նկատմամբ, որը հարկանք է սեփական իրավունքների նկատմամբ, որը հարուցում է քաղաքացու իրավունքի եւ ապօրինի որոշման խնդիրները եւ սա պետք է գնահատել որպես արժեք եւ պետք չէ վախենալ քաղաքացիական ակտիվիստ, քաղաքացիական զանգված քաղաքական ուժեր համագործակցությունից այդ վիհը պետք է գամրջել պետք չէ ասել դու քաղաքացի ես դու քաղաքական ուժ ես ես հիմա այստեղ եմ որպես քաղաքացի հա բայց ի վերջո այդ բայկարը արդյունք պիտի դա բդուղ պիտի դա միայն համատեղ բայկարով քաղաքացիները դառնում են քաղաքական ուժեր քաղաքական գործիչներ հրաժարական են տալիս դառնում են շարքային քաղաքացիներ այնպես որ սա շարունակ բայկար է բայց ոչ մեկը պիտի չգարձի որ դա այդ ճշմարտության մենաշնորը այդ քաղաքացիական բացարձակությունը միայն իրեն է պատկանում։ Պիտի դուրս գանք մեծամտությունից եւ շատ լավ բաներ եմ տեսնում, թե երդասարության մոտ, թե քաղաքական գործիչների մոտ եւ ներկա դրությամբ մեկ-երկու բացառությամբ, որտեղ ես մեծ ամոթ զգացի որպես քաղաքացի, ոստիկանության մոտ, որ հիմա անգործ է ճագերտների մեջ։ Բայց այնինչ որ ես տեսա վերջի ծրման ժամանակ, ես իմ երկու դողը գրեցի եւ հրաբարակեցի։ Ես ինձ նվաստացած քաղաքացի զգացի այդ գերդը այդ լկտիությունը տեսնելով հատկապես քաղաքացիական համազգեստով քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից հույս ունեի որ այս 2-3 տարի առաջվա այդ շարժման հետքերով կամ այս երկար 20 տարվա մեր բայկարի հետքերով մի քիչ մարդիկ կսովորեին որոշ մարդիկ սովորում են նմանություններ ես տեսնում եմ թե հարթագից թե խոսքից որոշ քայլ առաջ կա եւ ամենամեծ քայլ առաջը դա այս երդասարտության բահվածքն է որը գրգնում եմ սա պետական արժեք է եւ թող ոչ մեկը չնսեմացնի շնորհակալություն եւ հայի իսկական տեսակ Շնորհակալ եմ Իորը կողմը ասում է կողմ Հիստերիկ ասում է կողմ Անի այդ դա տրփոք Այդ բանակես է չէ սմիացը Ոսա Հիստերիկ է Ասма, չէ, ասma, այս անգլիատը ուզում է քանդի դրա վրա, որեցի մնա իմ մոտ։ Հենց քան որ դե լավ խմենք նոր։ Կային էս տնենք մի հատ խմենք։ Այսինքն ինչ ես գալի պանիկա գցում գրիբինը դուքո Vale, quiero que se lo dinero.
Հրապարակը։